Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն ողջունում է իր բոլոր ընկերներին եւ իհարկե բոլոր այն մարդկանց, ովքեր ամեն օր այս ժամին մեզ հետ են մեր կողքին։ Գիտեք, միշտ հաճույքով ենք ներկայացնում անձանց, որոնք իհարկե հյուրընկալվում են Փակ TV տաղավարում։ Իսկ երբ այդ անձնավորությունը առաջին անգամն է գալիս, մենք այսպես մեծ սիրով, ավելի այսպես ուշադիր, ավելի այսպես մեծ նվիրվում ենք ուզում մեր հյուրին դիմավորել, որովհետև հույս ունենք, որ սա նրա վերջին այցը չէ մեր հեռուստաալիք։ Իսկ այսօր այդպիսի մի իսկապես հրաշալի անձնավորություն ենք հյուրընկալել, մանչապ հմայիչ մի անձնավորության Լիլիթ Կուջոյան, հա, ճիշտ է։ Տիկին Կուջոյանը բժշկական գիտությունների տեխնացու է, առողջություն եւ առողջապահություն հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ, գինեկոլոգ, ինչ չեմ մոռացել, չէ, ասեց երևի։ Եվ իհարկե առողջապահական այդ առողջապահության կազմակերպիչ։ Բարև եք եկել։ Շնորհակալ եմ պարոն Ղուշյան հրավերի համար։ Շատ ուրախ եմ գտնվել ձեր տաղավարում։ Ես ասացի չէ, որ մենք հույս ունենք, որ սա ձեր վերջին այսը չէ, այնպես որ առաջինն է, բայց ոչ վերջինը։ Եվ ես կուզենամ, որ դուք ձեզ ազատ զգաք առանց իսպես ետին մտքերի, որ ինչ որ բան կարող եք ասել, մենք կկրճատենք, մոնտաժ կանենք, դες բան չկա մեզ մոտ։ Մեզ մոտ ինչ խոսում եք, դա եթերում է, հաշվի առեք։ Բարի, շնորհակալ եմ։ Եթե դա ձեր ճայրից չի ելնում։ Տեսեք, առաջին հարցը, որի մասին ուզում եմ խոսել, դա իհարկե այդ բժշկական ապահովագրության առնչվող թեման է։ Ոչ ոք չգիտես ինչու խուսափում է։ Դուք միգուցե փորձեք բացել փակագծերը։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Ղուշյան, որովհետև շատ կարևոր հարց է, շատ-շատերին հուզող, անհանգստացնող եւ բավականին իր մեջ խոտաններ, խնդիրներ պարունակող հարց է։ Երբ դեռ անցյալ տարի աշնանը այս հարցի շուրջ եղան քննարկումներ եւ հպանցիկ ասվեց, որ ապահովագրությունը ներդրվելու եւ այլն, մի քանիսս ովքեր որ առողջապահության ոլորտում ինչ որ բարձրաձայնում ենք, ընդդիմախոսում ենք, մեկը ասացի, որ ուրեմն նախագիծը հում է եւ այն պատրաստ չէ հունվարի 1-ով ներդրվելու։ Ինչու՞։ Որովհետեւ այդ նախագիծը հիմնված է այն ուրեմն օրենսդրական ակտերի եւ նաեւ որոշ հանգամանքների վրա, որոնք իրենք էլ դեռ հում են։ Այսինքն համակարգը պատրաստ չէր սրա ներդնելուն։ Իհարկե, առողջապահության ապահովագրություն միանշանակ պետք է, որպեսզի մարդիկ կարողանան ինչ որ չափով օգտվել կամ անվճար ծառայություններից կամ համավճարային ծառայություններից, բայց հարցը նա է, որ ընդգրկվեցին նաև այն խմբերը, որոնք այսպես թե այնպես մինչ դա էլ ընդգրկված էին պետպատվերի մեջ, կամ խմբեր, որոնք որ համավճարով նույնպես սպասարկվում էին, որոշակի ծառայություններ ավելացել են, բայց տեսեք ինչումն է խնդիրը։ Խնդիրը կհանում է նաև նրանում, որ նախ եւ առաջ ոչ բոլոր բուժ հիմնարկներն են ընդգրկված սրա մեջ, այսինքն մարդկանց հետ իբրև թե կնքել են պայմանագրեր, բայց իրականում գործնականում գործընթացը չի սկսվել, հա։ Ենթադրենք X, Y, Z բժիշկները աշխատում են ինչ որ մի բուժ հիմնարկում, որը դեռ չի միացել ապահովագրությանը, այնինչ մենք արդեն մարտ ամիսն ենք սկսել, հա։ Ու տեսեք, խնդիրը, եթե պացիենտը զանգում է իրեն բուժառուն, ասում է, որ ես ուզում եմ դիմել քեզ, հարգելի ես ինչ բժիշկ, իսկ բուժ կենտրոնը դեռ միացած չէ ապահովագրությունը կազմակերպիչների պատճառով ստացվում է, որ բժիշկը մի կողմից մերժում է, իսկ պացիենտը գիտի, որ աղմուկը բարձրացվել է, ինքը կարող է ինչ-որ բաներից անվճար օգտվել, բայց մյուս կողմից էլ բժիշկը չի կարող բոլոր փակագծերը բացել, ասել, թե այս կամ այն խնդիրները կան, որի պատճառով չեն ընդգրկել։ Նույնը վերաբերելի է դեղատներին։ Դեղատներ կան, ուր որ բուժառուները դիմում են դեղորայքը գնելու համար, դեղատուն կա, ցանց կա, պարզապես չթիրախավորելու համար, չասեմ անունները, բայց դա հստակ փաստեր են, ցանցեր կան դեղատնային, որոնք դեղորայքի համավճարը տալիս են 30%-ով, կան 50%-ով, կան ընդհանրապես դեռ չեն միացել ապահովագրությանը, այսինքն օրինակ, թոշակառուն պետք է բժշկի
նշանակման թերթիկը վերցնի, ընկնի փողոց է փողոց, դեղատուն է դեղատուն, որպեսզի պարզի տեսնի որտեղ է ավելի մատչելի դեղ, որտեղ կա ավելի մեծ հնարավորություն քիչ վճարելու համար, կամ կարող է միանգամից մտնել այնպիսի ցանցային դեղատուն, որտեղ ընդհանրապես չկա, չեն միացել ապահովագրության համակարգին, այսինքն ինքը պետք է գումարը ամբողջությամբ վճարի։ Այսպիսի բազում խնդիրներ ունենք։ Այսինքն ստացվում է, որ ապահովագրությունը ներ է դրվել հունվարի 1-ով որպես նախընտրական, ինչ որ քարոզչական մեխանիզմ, որ ժողովրդի ինչ որ մի հատվածին գրավեն սրանով, որ կարողանան ձայներ ապահովել։ Բայց եկեք տեսնենք հարցի ամենակարևոր բաղադրիչներից մեկը, հա։ Առողջապահական համակարգի շարժիչ ուժն են բժշկական համայնքը, բուժաշխատողները ընդհանրապես։ Ստացվում է, որ բուժաշխատողների աշխատանքը ծանրաբեռնվածությունը բարձրացել է մոտավորապես 2-ից 3 անգամ, բայց վարձատրությունը նվազել է մոտ 3-ից 4 անգամ։ Ինչ է ստացվում, ոնց կարող է համակարգը, որը որ շարժիչ ուժը բուժաշխատողներն են, ավելի շատ ծանրաբեռնվեն, բայց ավելի քիչ վճարվեն։ Ու գիտեք ինչն է զավեշտը, որ երբ որ դու այս հարցերը բարձրացնում ես, պատասխանատուների կողմից այնպիսի տհաճ վերաբերմունք է, նույնիսկ չգիտեմ վերջերս տեսել եք թե չէ, մեր տիկին փոխնախարար Լենան Անուշյանը նույնիսկ տեսահոլովակ էր հրապարակել, որտեղ այսպես կիսածաղրական բողոքներին ինչ որ արձագանք էր տալիս։ Ես պարզապես զարմացած էի, ոնց կարելի է նման կերպ, որ եթե ասենք բժշկական համայնքից բողոքողներ կան, դուք պետք է այդ մարդկանց լսելի դարձնեք, իսկ իրենք հավաքում են բուժ հիմնարկների տնօրեններին, որոնք լրիվ իրենց կամակատարներն են, ոնց իրենք ասում են այնպես էլ անում են, բացի դա էլ բուժ հիմնարկի տնօրենին միգուցե եւ հարմար է, որովհետեւ բուժ հիմնարկ ինչ որ մուտքեր լինում են որոշակի, հա, այդ ապահովագրությունից ֆինանսական մուտքեր, բայց ելի շարժիչ ուժն է դժում, այսինքն աշխատող հենց բժիշկը եւ բուժքույրը։ Եվ ես կարծում եմ, որ այս փուչիկը շատ շուտ տրաքելու է, որովհետև այսպիսի հուն վիճակում սա չի կարող աշխատել եւ բնականաբար գոհունակություն չի կարող լինել։ Իսկ բժշկական համայնքը դե սովոր են բոլոր կառավարությունները, որ հիմնականում ամենալռակյաց համայնքն է տարբեր հանգամանքներից ելնելով, բայց դե մի գեղեցիկ օր աղմուկ կբարձրանա, մեծ աղմուկ կբարձրանա, որտեղ այսպես չի կարելի շարունակել։ Սա հիմնական են ոնց որ ասած կարևոր շեշտադրումները արեցի պարոն Ղուշյան այս հարցի շուրջ։ Հասկանալի է, տեսեք, Լիդ, երբ 2018 թվականին իշխանության եկան այս իշխանավորները, վայ իշխանավորները, շատ դժվարություններ առաջացան նաև առողջապահության ոլորտում, սկսվեց կադրային փոփոխություններ, ինչու՞ չէ, նաև կադրային ջարդ, սա ինչով էր պայմանավորված։ Պարոն Ղուշյան, իհարկե ինձ համար դա անակնկալ չէր, շատերն էին ինչ որ զմայլված, բայց դա չի հարցը, հարցը նա է, որ 2018 թվականին, երբ որ այսպես կոչված հեղափոխականները գալիս էին, իրենց դրոշակ այն էր, որ իրենք պետք է պայքարեն կոռուպցիայի դեմ, փոփոխություններ անեն, հա, երկրում եւ մասնավորապես, եթե ինձ վերաբերելի բնագավառով ասեմ, ապա առողջապահությունը պետք է մաքրեն, ես շատ լավ հիշում եմ այդ մի քանի վայ բժիշկներին, որոնք որ ներկայացված էին եւ իրենք ասում էին գալիս ենք այդ ԽԾԲ-ները մաքրենք, այդ սիրուհիներով պաշտոնները մաքրենք եւ այլն եւ այլն։ Բայց ստացվեց այնպես, որ այն մի ԽԾԲ-ները փոխվեցին մյուս ԽԾԲ-ներով եւ մյուս ընկերուհիներով եւ բարեկամուհիներով ճակերտավոր, հա։ Եվ այնպես ստացվեց, որ նույնիսկ այդ ում որ հանել են այդ որոշակի պաշտոններից նրանք չեն էլ վերացել, նրանք անցել են ստվեր եւ դարձել են այս նորեկների, ամփորձների խորհրդատուները, պարզապես այսպես ասած գորշ կարդինալներ կողքից, տակից եւ տարբեր տեղերից ընդդիմադիր ձևանալով օգնում են նրան, որ համակարգը նույն ձև ինչպես աշխատել է, այնպես էլ աշխատի, պարզապես նորից եմ կրկնում, նոր դերակատարներով աշխատի։ Ինչ վերաբերում է ջարդին, այո, ջարդ իրականացվում է եւ 2019 թվականին
առաջի անգամ մասնավորապես ես առաջի անգամ եմ թիրախավորվել, բայց դրա մասին չեմ ուզում ասեմ, չմտածեն նախընտրական շրջանում ինչ որ բան եմ ասում, սա ուղղակի հպանցիկ այդ մասով եւ իմ դիրքորոշումների համար, իմ քննադատությունների համար եւ տեսեք, ջարդը նաեւ ինչ ձևով է դրսեւորվում, եթե դու իրենց քննադատում ես, իրենք այն չափ ուրեմն չեն հարկում բուժ հիմնարկների տնօրեններին, որ ասեն կարող է փոխնախարարի օգնականուհին զանգահարել ինչ որ մի տնօրենի, ասել այսինչ բժիշկը մեզ հակա է, իրեն նեղեք, որպեսզի իրեն կոմֆորտ չզգա։ Պատկերացնում եք, այսինքն մենք ստացվում է, որ էականորեն առողջապահության համակարգում ոչ մի դրական, ոչ մի փոփոխություն չի արվել, արվում են բաներ, որ սարքում են բժիշկներին փորձադաշտ ոչ միայն այս առողջապահության ապահովագրության վերաբերյալ, այլ նաև այսպես կոչված հիմա էլ նոր բան են մոգոնել բժիշկների անհատական լիցենզիան, դրա հետ կապված քննությունները եւ այդ խառնաշփոթը, քննաշարը անհայտ է, ով է կազմել, որտեղ է կազմված եւ ինչու պետքա դա օրինակ արվի առողջապահության ազգային ինստիտուտում, այլ ոչ, ու կարճ ասած մի հատ շիլա շփոթ է, պարոն Ղուշյան, եթե վերցնես մի կետից A կետից մինչև B կետ փորձես պատմել, կարելի է օրերով խոսել այս խնդիրների մասին։ Տեսեք, դուք այն եզակի բուժաշխատողներից եք, որ այս իշխանության փաստորեն առաջին օրվանից սկսած հանդես եք եկել սուր քննադատությամբ։ Արդյոք դա չի վնասել ձեր գործին, ձեր առաջընթացին եւ ի վերջո դուք էլ դառել եք քննադատության տիրախ։ Պարոն Ղուշյան, խնդիրը նրանում է, որ ես իմ բնույթով միշտ էլ ընդդիմադիր եմ, միշտ խոսում եմ, անարդարությունների դեմ պայքարում եմ, էլի, այնպես չի, որ ես միայն այս իշխանության օրոք եմ խոսել։ Պարզապես իրենք շատ ցավոտ ու շատ սուր են ընդունում այս ամենը, շատ սուր, այսինքն իրանք իրանցով, ինչ որ մի խմբակով, իրար ջան են ասում, ջան են լսում, այդ շարքերից դուրս բոլոր մարդիկ իրենք ընկալում են որպես թշնամի, ում պետք է անպայման լռեցնել։ Այո, ես այս տարիների ընթացքում բազմաթիվ թիրախավորումների եմ ենթարկվել, շատ սուտ թիրախավորումների, այդ թվում աշխատանքի վայրում եւ անընդհատ ինչ որ թե անձնական թիրախավորումներ, թե տարատեսակ խնդիրներ ու սա գիտեք ցավը կանում է նրանում, որ օրինակ մշտապես, երբ որ ինչ որ միջոցառումներ են լինում, տարատեսակ մասնակցում ես, փորձում ես այնպես անել, որ դե բացատրես, որ թեկուզ եւ գրանցված հասարակական կազմակերպություն է, չէ, առողջապահական ոլորտի, կարող են հրավիրել ինչ որ լսումների, քննարկումների, կարծիք լսել, միգուցե մի խելացի բան ասեմ, բայց չեն թողնում, որ արտահայտվես։ Օրինակ ես որպես մի թիրախավորում մի օրինակ էլ հա բերեմ, անցյալ տարի սեպտեմբերին իրականացվում էին տարբեր բուժ հիմնարկների տնօրենների մրցույթներ եւ Երևանի խոշոր բուժ հիմնարկների եւ մարզային։ Եվ ես որպես ՀԿ նախագահ իմ սահմանադրական իրավունքը փորձեցի իրականացնել, այսինքն դիմեցի նախարարություն, որ ուզում եմ որպես դիտորդ մասնակցեմ։ Դիտորդական առաքելության մասին որոշակի իրավակարգավորումներ կան, դուք գիտեք, որ ես որպես դիտորդ կարող էի գտնվել այդ լսարանում եւ նույնիսկ պահանջել քննաթերթիկները նայել, բայց ես առաջի իսկ քննությանը գնացի բավականին համեստ կեցվածքով, կողքից նստեցի ուղարկի հետևեցի քննությանը եւ դա մարզային բուժ հիմնարկներից մեկի տնօրենի մրցույթներ, որ շատ տխուր պատկեր էր, այդ թվում նաեւ իրենց սրտի թեկնածուն, գրեթե բերանը չէր բացում պատասխանելու համար անհրաժեշտ հարցերին, ես լուռ ու մունջ դուրս եկա։ Հաջորդ քննությանը, որ արդեն գնացի, այնպես էր ստացվել, որ առանձին լսարան էին տրամադրել դիտորդներին, այդ օրը միացել էին նաև լրագրողներ եւ այլն, եւ մենք Zoom հարթակով էինք հետևում։ Եվ մեր բարձրաձայնումը, որ սա իրավունքների խախտում է, դիտորդը եկել է եւ ինքը իրավունք ունի գտնվելու լսարանում, եթե դուք չէիք ուզում գար, ուրեմն արգել էիք մուտքը։ Այսինքն այսպես անընդհատ, որպեսզի պատկերացնեք, թե ինչ աստիճանի է բացակայում երկխոսությունը, հա, ու տնօրենների մրցույթներ նշանակվում են
մարդիկ, ովքեր տնօրենների պաշտոններին, ովքեր ոչ բավարար կենսագրություն ունեն դրա համար, ոչ բավարար կրթական մակարդակ, ոչ էլ գիտելիքներ, ցավը դա է։ Բայց կյանքը ցույց տվեց, որ իրենց սրտի այդ տեխնազուներին ԿՊԱ-ականները այնուամենայնիվ կարողացան անցկացնել բոլոր պաշտոնները։ Այո, ճիշտ Եվ այդպես։ դրանից այսօրվա իրավիճակն է։ Այո, ճիշտ այդպես, տխուր իրավիճակն է, այո։ Իսկ ինչպիսի իրավիճակ է այսօր մեր երկրում ձեր կարծիքով ընտրություններից առաջ։ Պարոն Ղուշյան, ցավում եմ շատ տխուր իրավիճակ է այն առումով, որ ոչ միայն իշխանություններն են քննադատում խնդիրներ բարձրաձայնող մարդկանց, այլ նաև այսպես կոչված ընդդիմությունն է թիրախավորում խնդիրների մասին խոսող մարդկանց, մասնավորապես մեկը ես այս վերջերս թիրախավորվեցի ընդդիմադիր հարթակներից մեկի կողմից, գիտեք որն է վատը, որ մարդիկ ենթադրենք իրենք դիրքավորվում են որպես ընդդիմություն, ասում են, որ մենք գալիս ենք, ուզում ենք լինենք ոչ նախկին, ոչ ներկա, դա այն խոսույթն է, որը ուզում է ժողովուրդը լսել այս տարիների ընթացքում, հա, որովհետև բոլորից հոգնել են, ասում են, այս 30 տարին բոլորը կերան մեզ եւ այլն եւ այլն։ Ու հիմա մոդա է դարձել, եթե ուզում ես լսելի լինես, ասում ես ոչ նախկին եմ, ոչ ներկա եմ, ու ասենք կարող է ընդդիմադիր ուժ լինի, որը որ այդպես ասի, բայց նայում ես, տեսնում ես նույն առողջապահական ոլորտի իրենց խորհրդատուները մարդիկ են, ովքեր տարիներ շարունակ այդ ոլորտում եղել են կարկառուն վատ իմաստով դեմքեր ու հիմա էլ իրենց ինչ որ թելադրում են ու նաև այլ ոլորտներից։ Այդ դեպքում ասենք հարց է առաջանում, բա դուք ո՞նց եք ընդդիմադիր, եթե նման մարդիկ, ասենք ովքեր պետք է որ չլինեին, որպեսզի մաքուր էջից սկսվեր, հա, ենթադրենք 2026 թվականից Հայաստանի կյանքը, բայց տեսեք, որ ոչ, ու էլ չասած, որ բոլորը իրար քննադատում են ու ոչ մի առողջ խոսք, առողջ նոր դեմք մարդկանց ոչ մի կերպ չեն ընկալում, ոչ դիմադիր, ոչ ընդդիմադիր հարթակներից, սա է ցավը։ Լիլիթ, այնուամենայնիվ ձեր կարծիքով թունելի վերջին ինչ որ լույս տեսնում եք։ Ես լինելով բավականին օպտիմիստ մարդ միշտ եմ այդ հույսով ապրում, որովհետև եթե ես հույսս կորցնեմ, ես չեմ պայքարի ու չեմ շարունակի ընդվզել, չնայած բոլոր այն խնդիրներին, որոնք առաջանում են, այո, անպայման ես համոզված եմ, որ Հայաստանում լինելու է ուժեղ, ես այսպես եմ պատկերացնում, որ մի ուժեղ կարգին տղամարդ, վերջը պետք է այս երկրի կառավարումը վերցնի իր ձեռքը ու բոլոր կարող ու չափականված կենսագրությամբ մարդիկ օգնեն, որ մեր երկիրը ծաղկի, մենք էլ գեղեցիկ ու բարգավաճող Հայաստանում մտածենք մեր երեխաների, թոռների, ծոռների ապագայի մասին։ Լավատեսեք։ Այո։ Ես ուրախ եմ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեզ հյուրընկալվելու համար։ Իհարկե առաջիկայում հարցեր կլինեն կապված ձեր ոլորտի հետ եւ որպես ձեզ արդեն Փակ TV-ի առողջապահության ոլորտի մասնագետ մենք կփորձենք այսպես մասնագետի կարծիքով հրավիրել մեր տաղավար եւ ձեզ հետ փորձել բարձրանել այն բոլոր հարցերը, ինչ է բարձրացվում է առողջապահության ոլորտի։ Ես մեծ պատիվ կհամարեմ, պարոն Ղուշյան, որ ձեզ նման փորձառու իր ոլորտի փորձառու մասնագետը ինձ կրկին հրավիրի հաղորդման։ Հա, շնորհակալություն։ Դե սպասեք մեր առաջիկա հանդիպմանը։ Սիրելի բարեկամներ, բժշկական գիտությունների տեխնացու Լիլիթ Կոջոյանն էր այսօր մեր տաղավարում, ինչպես ինքը խոստացավ, սպասեք նրան առաջիկայում եւս։ Իսկ այսօր այսքանը։ Ցտեսություն։